Ազատ Արշակյանը իր դեմ հարուցված դատական գործը շահել է ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Ազատ Արշակյանը հաղթել է Սամվել Կարապետյանին։ Այստեղ նշանային շատ խորհրդանշական իրադարձություն է, որ դա հիմա է տեղի ունենում ընտրությունների այս թեժ փուլում նախընտրական այս քարոզարշավի ընթացքում եւ խորհրդանշանակությունը նաեւ այս իրադարձության կայանում է նրանում, որ ռուսաստանցի ռուսահայ օլիգարխը եկել Հայաստանի դատարանով փորձում էր պատասխանատվության կանչել մեկին, ով սովետական տարիներին անխոնջ պայքարել է Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար եւ այդ վեճում պարտվել է եւ այնինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում սրա արդյունքում եւս պիտի պարտվեն բոլոր նրանք, ովքեր մեր պետությանը, մեր պետության ինքնիշխանությանն ու անկախությանը մարտահրավեր են նետել։ Պարոն Արշակյան, նախ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Դուք մտահոգ էիք, շատ անհանգիստ էիք, որովհետև դե հայտնվել էիք մի իրավիճակում, որը ձեզ համար խորթ էր, ըստ էության դուք հարցազրույց էիք տվել ընդամենը լրատվամիջոցներից մեկին, թե երկուսին, եւ հրապարակային քաղաքական ձևակերպումներ էիք արել, որից վիրավորվել էին Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները կամ ինքն անձամբ, երբ դեռ ինքը անազատության մեջ էր ԱԱԾ մեկուսարանում, եւ ուրեմն մենք միասին այդ ժամանակ որոշեցինք գործը հանձնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, ովքեր հոժարությամբ ստանձնեցին ձեր պաշտպանությունը եւ միայն 3 մեզ ուղարկեցին արդեն վերջնական դատական ակտը, ըստ որի դատարանը ըստ էության չի համարել, որ ձեր հարցազրույցում տված ձևակերպումները որևէ կերպ կապ ունեն այն մեղադրանքի հետ, որ առաջադրված էր ձեզ եւ այն հիմքերը, որոնք ստիպել էին Սամվել Կարապետյանին գնալ դատարան։ Խնդրեմ ձեր զգացողությունները նախ շատ կարճ մի հատ անդրադառնանք ինչ էր տեղի ունեցել, ինչ էիք ասել, որից տենց վիրավորվել էր Սամվել Կարապետյանը եւ հատկապես ուզում եմ դուք էլ կանգ առնեք այդ սիմվոլիկայի վրա, որ մեկը, ով Հայաստանի 35-ամյա պատմության մի անպատկերացնելի բան, ռուսահայ օլիգարխը գալիս է եւ սովետական կարգերի դեմ իր կյանքը չխնայած Հայաստանի անկախության համար իր կյանքը նվիրած մեկին փորձում է պատասխանատվության կանչել։ Այս բոլորի ձեր ընկալումը որն է, ձեր ըմբռնումը որն է։ Շատ կարևոր խորհրդանշական երևույթ էր, որովհետև այդ դատավճիռը փաստորեն պետք է լինի նախադեպային դատավճիռ, որ այսուհետև Հայաստանի Հանրապետությունում չի կարելի դատել ժողովրդավարությունը ընդդատյա չէ, անկախությունը ընդդատյա չէ, խոսքի ազատությունը ընդդատյա չէ, այսինքն ես շատ վրդովված էի եւ նույնիսկ եթե դեր միջնորդություն չասեմ, ուղղակի ասացի այդ գործ չունես, ես ասում եմ թող դատեն, ես ուզում եմ պարտվել, ես ուզում եմ Բայց դա մենք չենք կարող տալ, որովհետև ձեր պարտությունը կնշանակեր Հայաստանի պարտությունը։ Այո։ Ձեր հաղթանակը պիտի նշանակի Հայաստանի եւ ամենակարևորը հանրապետության հաղթանակը։ Այո։ Ես ասում եմ թող անեն ապտակեն, սա թեթև բան է, սա սվինները չեն, ռուսական իմպերիայի սվինները չեն մտնում, գնդակահարություններ չեն, քաղաքացիական պատերազմ չի, ինձանով ես փաստորեն զոհաբերում եմ, ես չէի ուզում դատվել, ես դարձել չեմ ուզում նեղություններ կրել, ուզում եմ ազատ հարմարավետ կյանքով ապրել։ Շատ եք կրել դրա համար երևի,
ուզում ասեմ այնպես չի որ գիտեք փնտրում էի որ Սամվել Կարապետյանը գա ինտատի ես էլ ունե զրկվեմ մի ավելորդ անգամ ուղղակի մտածում էի որ սա կսթափեցնի մեր հասարակությանը քաղաքական ուժերին վերջին հաշվով իշխանությունը պետք է նայի չէ կենսագրությանս մարդը ընտրել է ինձ նայել է ընտրել ինձ եւ մեղադրականում, որին մեղադրում էին, հատուկ ընդգծված էր իմ կենսագրությունը, որ ես սովետական այլախոհ ճանաչված եմ։ Այլախոհ ասել է ինձ մի տեսակ լիցո կավկազկայ նացիոնալնոստի անկախական, որտեղ այլախոհ, երբ որ մենք ասում ենք, հա, այն որ բանեն այլ ձև են, չէ, մենք հանուն անկախության կորչեն ռուսները, կորչի ռուսական իմպերիան։ Դա 1965, 75, 85, պատկերացնում եք 10 տարին մեկ։ Մենք դա ենք ասել, այսինքն ես համարում եմ, որ որոշ իմաստով արժեզրկվում է իմ ասածը այսօրվա համար։ Պատկերացնում եք սրանից 50 տարի առաջ մարդն ասում է կորչեն ռուսները, կեցի ազատ անկախ Հայաստանը, դրանք օկուպանտ են։ Եվ ազատ անկախ Հայաստանի։ Հիմա Սամվել Կարապետյանը Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը Հայաստանում ինձ դատի է տալի, Հայաստանի դատարանը դա ընդունում է վարույթ։ Ոչ թե Ազատ Արշակյանին։ Ես համարում եմ, որ Հայաստանին եւ Հայաստանի անկախությանը, ժողովրդավարությանը, խղճի ազատությանը, խոսքի ազատությանը Սամվել Կարապետյանը դատի է տալի իր միլիարդով։ Մեկ շոկով փողը բերել ասում առնում եմ։ Խոսքի ազատությունը ես առնում եմ։ Հայաստանի անկախությունը առնում։ Անկախությունը չեղյալ եմ համարում։ Ես փողով, այսինքն ծածկում եմ դեկլարացիան։ Այդ կարդացողը կարծեմ ծածկվել է, չէ՞։ Ուրեմն ես դրա համար ասում եմ թող լինի ինչքան շատ ապուշ կա Հայաստանում, իդիոտ, որ հենց ինձ են ընտրել։ Ու հիմա արդեն ավելի համարձակ ես ասացի չէ որ չեմ դիմել ու չեմ օգնել փաստաբաններին, որոնց շատ շնորհակալ եմ։ Ես անդադ կապի մեջ եմ եղել Պանաշակյան, մենք անդադ քննարկումներ ենք ունեցել, բայց ես ուզում եմ նաև այստեղ ուրիշ հարց քննարկենք։ Տեսեք, Պուտինը անձամբ ասեց, այս մարդը իմ մարդն է։ Հա, էլի, ես հաղթեցի Պուտինին։ Ես Պուտինին։ Ես ուզում եմ որ դուք Պուտինին, դուք գիտեք որ Սովետական միությունը ինձանից ներողություն է խնդրել։ Ես այն ժամանակ 1990 թվականին Սովետական միությունը ներողություն խնդրեց, ասեց ճիշտ ես, կորչեն ռուսները, գնում ենք։ Ռուսները գնացին, հավաքեցին փասափուսեկը, զենքը չթողեցինք, խողովակները չթողեցինք, որ տանի, վագոնները չտվեցինք, նայրիտը չտվեցինք, ատոմակայանը չտվեցինք, ինձանից ներողություն խնդրեցին ու գնացին։ Հիմա փաստորեն Պուտինը Բրեժնևի, Գորբաչովի, չգիտեմ ով էր, Անդրոպովը, Չեռնենկոն, Լենինը, Ստալինը, ելով կար, Խրուշչովը, այդ բոլորը ներողություն են խնդրել Հայաստանից եւ հայ ժողովրդից օկուպացիայի համար, իհարկե։ Հիմա ես մեկն եկել է, ոնց է, Ղարաքիլիսա գյուղից, ասֆալտ փռով։ Բայց ինքը չի նորից ասում է։ Պուտինն է, հիմա ես Պուտինը բաց տեքստով ասել է, սա իմ մարդն է։ Ու կապ չունի սահմանադրության, ինքը համապատասխանում է, չի համապատասխանում, ինքը պիտի մասնակցի այս ընտրություններին։ Հայաստանի Հանրապետությունն էլ ասում ազատն էլ իմ մարդն է, ու ազատը հաղթել է, ես ասում եմ անձամբ ես բավական բան եմ, հարմարություններ սիրող մարդ եմ, կռիվ չեմ սիրում, բայց ես Պուտինի մարդին, Պուտինի դրածոյին, Պուտինի ագենտին հաղթեցի, դուրս վռնդեցի իմ տեսադաշտից։ Ես հույս ունեմ, որ դուրս կվռնդենք նաև քաղաքական կյանքից։ Այսինքն ջախջախված, ոչնչացված Սամվել Կարապետյանը, ոնց են ասում, տապալված, ես այդպես եմ ընկալում, տապալվեց Հայաստանի արդարադատությունը, տապալեց Սամվել Կարապետյանին և իր ուժերին, իր ձևերին, տապալեց։ Մենք այդ ձևերի մասին մի ուրիշ անգամ ես խնդրում եմ բանանենք, խոսենք այսօր չէ, ես ոգևորված եմ, դուրս գալիս է հաղթող լինելը, այս ընտրարշավում էլ կուզենայի ամսի 8-ին
էլի մի բան գներ ասեի, տեսակ որ հաղթեցին։ Եվ Հայաստանը ու Հանրապետությունը հաղթեց հանուն հանրապետության։ Մենք հաղթելու ենք Սամվել Կարապետյանը որպես նախադեպ։ Հակնդեմ հայցով չդիմենք, չէ, դեռ սպասենք։ Որոշենք, կարելի է մտածել դրա վրա, հա, ինձ մոտ մի տարի ես իրականում սովոր եմ դատվելու։ Պետքս չի եղել, բայց դատարանում կասեմ ստրեսի մեջ եմ եղել։ Հույզերի դիմաց, մտածում էի, որ 6 միլիոն դրամ պետք է մուծեմ։ Ներողություն պետք է խնդրեմ։ Ինձանից սովետական միությունը հիմա էլ այդ ներողությունն է ինձ գայթակղում, գուցե Պուտինն էլ ներողություն խնդրի իդեմս Սամվել Կարապետյանի, մտածենք։ Ոչ պատահականորեն ուզում եմ ամփոփել այս թեման, պարոն Աշակյան, Պուտինի էմիսարների, կլիենտների ամբողջ ելույթներին, որ հետևեք, չեք լսի ոչ անկախություն, ոչ ազատություն, ոչ ինքնիշխանություն բառերը։ Դուք պատկերացնում եք Հայաստանի 35-ամյա Հայաստանի համապետական ընտրություններ են տեղի ունենում եւ խոշոր այսպես կոչված հաստաբիզ քաղաքական դերակատարների հələ մի հատ դրանց խոսքը լսենք։ Դրանում մի հատ Հայաստանի անկախության, ազատության, ինքնիշխանության որևէ ձևակերպում չեք լսի։ Ես այլ ձևակերպում եմ լսել։ Դեմ են։ Այո, անկախությանը նրանք պետություն հասկանելով հասկանում են Նագորնո-Ղարաբաղը ավտոնոմնայա օբլաստ։ Իրենց թվում է թե դա հենց պետությունն է կամ այդ Ալիևի պարտկոմ լինելը դա նշանակում է գերխնդիր պաշտոնի կարիերայի առավելագույնը կամ ասֆալտ փռելը Գազպրոմի համար դա համարվում է իդեա, այ որի համար արժե ամեն ինչ զոհել։ Չէ, նրանք ուղղակի ասում են, որ հարկավոր է վերանայել հայ ժողովրդի կարծիքը, հայ ժողովրդի վճիռը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները 99% մասնակիցների ասել է, որ մենք անկախություն ենք ուզում եւ ժողովրդավարություն։ Այսինքն միանշանակ է դուրս ենք գալիս Եվրազիական միությունից, Մաքսային միությունից, SNG-ից, SSR-ից, Գոլշտեյն Ռամանովների իմպերիայից, ոսկե հորդայից դուրս են գալիս 99% մասնակիցների, քաղաքացիների 94.5%-ը, թվերեկա 10,000 հոգի ասել չեն ուզում դուրս գալ։ Ուզում ենք ճորտ լինել։ Հիմա դրան սրանք դեմ են։ Ես ձեր ելույթներից մեկում ուշադրություն դարձրեցի, որ ասում եք как принял, так и сдаю։ Այդ սկզբունքը կա։ Եթե 300 հոգի առհամարելով օրենքը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Հայաստանը խցկեց Եվրազիական միություն, ուրեմն 300 հոգով էլ կարելի է հանել։ Պետք չի Պուտինը իր էմիսար չի կարելի ասել իր հաճախորդներին։ Կլիենտ են նրանք, ինչ է էմիսար, չէ՞ մի։ Չնայած իմպորտնի բառը երևի դուրները կգա։ Չգիտեմ, որ դա ռուսերեն չի։ Ասում է գերազանցիկ եմ եղել։ Տենց է, այդքան վատ է եղել ձեր դպրոցում։ Վարակի Լիսագյուղում։ Այդքան վատ ցածր է եղել մակարդակը, որ դու գերազանցիկն ես, բացույլիկն ինչ է եղել։ Հա, ճանաչում եմ դրանց։ Աղբորն էլ հետ դեպուտատ եմ եղել։ Ուրեմն դրանք պատկերացրեք, որ չեղյալ են համարում իրենց ելույթներով այդ միասնական պետություն, Ռուսաստան, Բելոռուսի հետ ռոման ունեն, այս տարածքներում ենք էլի, դրա վրա կարող ենք շատ կանգնել։ Ուրեմն ձեր այդ բանը դեռ լավն է, ոնց որ ընդունվել ենք, նենց էլ դուրս կգանք, ոչ մի հանրաքվե։ Այո, եւ Էտապահարզանը, որի մասին Պուտինը ակնարկում էր իր 8 րոպեանոց ելույթում։ 300 հոգի կհավաքենք։ Այո, տենց մեզ վախեցնելով Ուկրաինայի հերանեկարներով։ Դու դեռ դուրս արին։ Կարծում եմ հատկապես Ուկրաինայի օրինակը այլևս Ռուսաստանի համար շատ վատ օրինակ է։ Ուկրաինան ցույց տվեց, թե նրանք ինչքան թույլ են։
նույնիսկ Սամվել Կարապետյանի տապալվելը դուք պատկերացնում եք մարտի դաշտում նաև նախաձեռնողականությունը վերցնելով։ Հիմա այն Զելենսկին, որին Պուտինը նարկոման ու ֆաշիստ էր կոչում, հիմա ասում է Գասպադին Զելենսկի։ Եվ նախանձում էր ասում Եվ մի ամիս առաջ էլ Պուտինը ասում է, որ մենք դեմ չենք եղել երբեք, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա։ Դա ինքն էլ կուզենար գար Արարատ լեռը տեսնել գարնանային, բայց չհրավիրեցինք։ Եվ չենք էլ գնում, այս հանդիպմանը չի գնալու Նիկոլ։ Պատճառակտել են, պատճառակտել, ասում ընտրություններին Քարոզ Արշավեմ անցկացնում, այս կարևոր գործ է։ Այն իմպերատորն ասում էր, չէ, իմպերիա չեմ ուզում, ես իմպերատոր չեմ ուզում լինել, կաղամբ եմ աճեցնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ իմպերատորի նման ասում է, ես այդ բան միջազգային հանդիպմանը չեմ գա, որովհետև գյուղերում Քարոզ Արշավ եմ անում։ Ես երկրորդ հարցն էլ խնդրում եմ դրա վրա էլ։ Հիմա ուղղությունը Հայաստանի ժողովուրդը միանգամ էլ է կարծիք հայտնել եւ դուք ձեր կուսակցությունը, որին հիմա ես սիրով աջակցում եմ, լավ եմ զգում ինձ ձեզ հետ լինելով, կարևոր նախաձեռնություն ունեիք Եվրոմիության հետ մեր անդամակցությանը այդ նախատեսված օրենքով Տիգրան Խզմելյանին, Խուրշուդյանին, Արամ Սարգսյանին չմոռանանք մեր գործընկերներին, ես էլ հրավիրված հատուկ հարմարավետ պայմաններով ուզում եմ ասեմ թող իմանան էլի որ ինձ չեն շահագործում ուրեմն նախատեսված 2 ամսվա փոխարեն որ պետք է հավաքենք 50,000 ձայն ստորագրություն 1 ամսում հավաքեցինք 60,000 ձայն եւ ստոպ տվեցինք որտեղ բավարար էր մի անգամ էլ մենք կարևոր բան ասեցինք ընտրում ենք Եվրոմիությունը դուրս եկանք թվարկեմ այդ Եվրասիական տնտեսական միությունից Հապկից, ԱՊՀ-ից, Ռյուրիկովիչների, Ռոմանով Գոնշտեյնների, Ստալինի, Լենինի, Տրոցկու, ես չգիտեմ այդ բանդայի իմպերիայից, Գորբաչովի էլ դուրս եկանք այդ իմպերիայից, բայց ուր ենք գնում, ուր ենք ուզում գնալ, գնում ենք Եվրոմիություն, գնում ենք արև մուտք։ Դուք այդ ժամանակ լավ հարցազրույցներ եք տալիս եւ կարեւոր արձանագրում եք անում, որ սա վերստին Հայաստանի անկախության հանրաքվեին հավասարազոր նախաձեռնություն է։ Հիմա էլ ես այդպես մտածում։ Եվ դուք այո, հիմա էլ փաստորեն վերահաստատում եք ու այդ իմաստով, քանի մենք չենք հասել Եղվարդ, հիշեցնենք, որ մայիսի 27-ին մենք մի լավ նախաձեռնություն ենք մտածել նաեւ այս Քարոզ Արշավի շրջանակներում մեր հայրենակիցների հետ պիտի ոգեկոչենք հիշատակը այն հայորդիների, ովքեր 89 թվականի 90 թվականի մայիսին հարձակման ենթարկվեց Հայաստանը, այն որ ասում են դե բազա այլ թող մնա այլ ռուսա այլ ինչ պետք է անի ռուսա մանավանդ թեւը կտրած հիմա ինչ պետք է անի ռուսը հարբած չէ մտան գնդակահարեցին Երևանում մեզ Կայարանում եւ Արեշում, այդ Էրեբունիում, մտան գնդակահարեցին, մենք հող ականատեսն ենք, մասնակիցն ենք եղել, եթե մենք նույնիսկ դիմադրություն ցույց տայինք այդ փոքր ուժերով, Նավասարդյան Աշոտները, մտնում է Երևանը, մտնում է, զորքը մտնում էր Երևան, այդ շատ կարևոր է, Բաքու մտել էին, հա իհարկե, երթը Երևանինն էր, հա, կալցո օպերացիական էին էլի, այսինքն վտանգավոր է ռուսական բանակի ներկայությունը ոչ բարեկամ ռուսական բանակի Թուրքիայի բարեկամ ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում վտանգավոր է նա անվտանգության երաշխավոր չի նա վտանգի երաշխավորն է սպառնալիքի ես կարծում եմ շատ հետաքրքիր նախաձեռնություն է եւ մենք մայիսի 27-ին էլ հիշելու ենք ձեր հաղթանակը դա այո նրանց նկատմամբ ովքեր Հայաստանի անկախությանը, Հայաստանի ինքնիշխանությանը եւ Հայաստանի ազատությանը պատերազմ են հայտարարել։ Մինչեւ դրանց փակել ոգեկոչելու ենք մեր խիզախեն հերոսներին, ովքեր վիրավորվեցին, ովքեր սպանվեցին, ովքեր գնդակահարվեցին ռուս զինվորների կողմից։ Երեկոյան ժամը 7-ին մենք կհավաքվենք ուրեմն Կայարանամերձ այն հատվածում հավանաբար հենց այնտեղ որտեղ այդ իրադարձություններն են տեղի ունեցել։ Եվ այդ կայարանը այսօր ռուսական կոնցեսիայի տակ է։ Այդ էլ մի ուրիշ սիմվոլիկա։
եւ Գրավեցին վերջո կայարանը։ Այդ կայարանն էլ պիտի հետ վերցնենք։ Ազատագրել է պետք կայարանը։ Այս սեկտորը ուրեմն նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունից նորից շարունակում են մեզ սպառնալ եւ հայտարարել, թե մենք ոչ մի կոնցեսիա ձեզ չենք տա։ Ուրեմն կարծում եմ, որ մենք նաեւ կարևոր պատասխան պիտի տանք։ Վերցրեք ձեր Սամվել Կարապետյաններին, Ծառուկյաններին, Ռոբերտ Քոչարյաններին կոնցեսիոն կառավարման եւ հետ տվեք մեր սեփականությունը։ Այ վաշխառուներ։ Ինչ եք ուզում Հայաստանից։ Փոխանակ է։ Ձերի հետ։ Ձեր կլիենտներին ձեզ ենք տալի կոնցեսիոն կառավարման, հետ տվեք Հայաստանի սեփականությունը եւ Հայաստանի իշխանությունից պահանջենք, որ այն ապօրինությունները, որոնք հայտնաբերվեցին 18 թվականին եւ մի Լավրովի մռնչոց բավարար եղավ, որ այդ գործը արկախեք ու փակեք, վերստին բացեք ու գնաք միջև վերջ, թե ինչ ապօրինություններ ու ինչ թալան է իրականացրել կոնցեսիոն այդ կառավարման ամբողջ ժամանակահատվածում ռուսական ՌԺԴ։ Եվ հիմա էլ մեզ սպառնան, թե ոչ մի թրիփ չի լինի, ոչ մի հայ-ամերիկյան համագործակցություն չի լինի, ոչ մի ճանապարհների ապաշրջափակում չի լինի, քանի դեռ մենք այդ կոնցեսիայի գլխին ենք։ Այսինքն շրջափակ գաղութացման նաև տարակա այդտեղ, որովհետև հենց դա էլ կոչվում է գաղութացում։ Եթե շրջափակված ենք, մենք չենք տնօրինում, չենք տիրապետում մեր ենթակառուցվածքները, էներգետիկան։ Ես ասում եմ, մենք փորձ ունենք, պարոն Բաբաջանյան, Արման ջան, ախպեր ջան, մենք դա արել ենք մի անգամ 1990 թվականին, ոչ մի կոպեկ չտվեցինք, ուղղակի վերցրեցինք ինչ որ կար Հայաստանում, դա հայ ժողովրդի սեփականությունն է, այ հիմա ոչինչ չենք տալու, ասում եմ, որ հետ գնեք, մեզանից հետ գնեք, ոչինչ չենք հետ գնելու, ապագաղութացման ռեժիմով կազգայնացնենք նորից եւ երկաթուղին, եւ էներգետիկան, եւ խողովակները։ Հեծը քթներից տակ հենց նոր եղավ։ Հեծը օրինակ է։ Իհարկե։ Եվ այդ օրինակը պիտի շարունակություն ունենա։ Բայց պետք է դա լինի անպայման քաղաքական գնահատականը, ապագաղութացում պետք է հայտարարվի։ Այ հիմա ես որ ասում եմ հաղթանակով ողջավորված եմ, բայց նաեւ տխուր է ոնց Հայաստանի անկախ Հայաստանի Հանրապետության դատարանը վարույթ է ընդունում, հանում ենք Արշակյան, բան չէ։ Իհարկե, ես հատկապես ուզեցի, որ մենք սրա վրա։ Ուղղակի անխելք են էլի, որ հենց ես պետք է լինեի։ Այո։ Իմ դատավճիռները կան, որի համար սովետական միությունը խնդրել։ Դուք ոնց եք նորից ինձ կանչում դատարան։ Բայց տեսեք, դա շատ լուրջ խնդրեմ է։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում բոլորը իմանան, որ ժողովրդավարությունը, անկախությունը, խղճի եւ խոսքի ազատությունը չեն կարող դատվել։ Դա անհնար է։ Անձեռմխելի է։ Այո։ Չպետք է ընդունվի։ Հակառակը իմ կողմից ավելացնեմ դա։ Հարկավոր է ուղարկել բուժ զննման դիմողներին։ Եթե չի կարելի, ուրեմն մարդը դիմում է, ուրեմն հարկավոր է մարդասիրաբար ուղարկել զննման։ Այդ դա պետք է լինի հետևանքը։ Ոչ թե դատեն, ես էլ ուրախացել եմ, որ դատել են, այս էլ հաղթել են։ Հայտարարություն է, որ դրա համար մարդ են դատում Հայաստանի Հանրապետությունում, մարդ են դատում, ժողովրդավարության անկախության պաշտպան են դատում։